Որտև կա ջուր, այնտև կա կյանք։ Իսկ կյանքը հավերժական փոփոխության ու զարգացման շարքն է։ Ջուրը լուր է, բայց ամենահզոր ուժերից մեկն այն իր մեջ կրում է մարդկության ողջ պատմության հուշերը։ Աշխարհի գրեթե բոլոր ազգերն ունեն ջրի պաշտամունք։ Մենք հայերս էլ իդեմս ծովինարի, Սանասարի ու Բավտասարի տեսնում ենք ջրի ուժը։ Ջուրը կյանքի սկիզբն է։ Որտև կա ջուր, այնտև կա կյանք։ Իսկ կյանքը հավերժական փոփոխության ու զարգացման շարքն է։ Աշխարհի գրեթե բոլոր ազգերն ունեն ջրի պաշտամունք։ Մենք հայերս էլ իդեմս ծովինարի, Սանասարի ու Բաղդասարի տեսնում ենք հին Եգիպտոսի գյուղատնտեսությունը կախված է եղել Նեղոսի կանխատեսվող սեզոնային հեղեղումներից։ Ամեն տարի մինույն ժամանակ կրկնվող Նեղոսի հեղեղումները նրա հովտի բերրի հողերը եգիպտացիներին թույլ էին տալիս զարգացնել հին աշխարհի չափանիշներով բարձր արդյունավետություն ունեցող գյուղատնտեսություն, դրա հիման վրա կառուցել շատուֆը պարզապես գործիք չէր, այլ Եգիպտոսի հզորության ու գոյատման հիմքերից մեկը։ Եգիպտոսը հին ժամանակներում կոչվել էր Նեղոսի պարկ։ Գետը տարվա ընթացքում մեկ անգամ վարարում էր, ողողում դաշտերը բերրի կավ էր թողնում, սակայն տարվա մնացած ընթացքում հողը չորանում էր։ Եթե չլիներ ոռոգումը, Եգիպտոսում չէր կարող գոյություն ունենալ զարգացած շատուֆը պարզ, բայց մինույն ժամանակ խելացի սարք էր։ Այն բաղկացած էր երկար փայտից, որը ամրացված էր մի կետի վրա, այնպես ինչպես լծակը։ Մի ծայրին կախված էր դույլ կամ սափոր ջուր քաշելու համար, իսկ մյուս ծայրին քար կամ այլ ծանր բան, որը հավասարակշռում էր համակարգը։ Այսպիսով մարդը մեծ ուժ չէր ծախսում ջուրը Նեղոսից կամ ջրանցքներից դաշտ բարձրացնելու համար։ Շատուֆը պարզապես գործիք չէր, այլ Եգիպտոսի հզորության ու գոյատման հիմքերից մեկը։